Հայրս մեծ բանջարանոց ու մեծ մրգերի այգի էր մշակում, և մի օր վկայեց, թե ծառերի ու թփերի վրա ամեն մեկիս անունն է դրել, մենք 6 երեխաներ էինք, ու միշտ աղոթում է, որ բերք տան առատ, ու ամենահետաքրքիրն այն էր, որ հայրս ասաց, իմ անունով ծառերն ու մարգերը միշտ ավելի շատ են պտուղ տալիս, քան թե քույրերինս ու եղբորինս, ես չգիտեի, որ հայրս աղոթում էր Աստծուն, նա բոլորիցս գաղտնի էր անում այդ միշտ, բայց ինձ վկայեց, բացահայտվեց, քանզի անհնար էր լռել իմ բաժին առատ բերքի պատճառով, բանն այն է, որ ես շատ աղոթում էի միշտ մերոնց համար ու նաև նշում էի, որ հայրիկիս միշտ առատ բերք ու բարիք օրհնի Տերը, որ նա միշտ ուրախ լինի իր աշխատանքով, մի բան եմ ուզում ընդգծել, այն ծառն ու թուփը, որ առատ բերք էին տալիս, հայրս սկսում էր հատուկ ուշադրություն դարձնել և ավելի լավ էր մշակում, իսկ որոնք, որ շարունակաբար պտուղ չէին տալիս, կտրում էր ու թափում էր այգուց դուրս, այսպես էլ Աստված երբ տեսնում է մեր հավատքն ու բարի գործերը, Տերը օրհնում է, էլ ավելի ուժ կարողություն հնարավորություն է տալիս, որ շարունակենք բարին գործել, ամեն։ Միշտ խնդրում հորդորում էի, որ մայրս կարդա Աստվածաշունչը, իսկ նա լսել անգամ չէր ուզում այդ գրքի մասին ու հակառակվում էր ինձ հետ, որ ես էլ չկարդամ։ Երկար տարիներ անցան, մայրս իր 70-ամյակին նվերը ստացավ ինձնից, Աստվածաշունչը, որը իր հոբելյանի լավագույն նվերը դարձավ և շատ ուրախացրեց նրան։ Առաջին բանը, որ նա ասաց, թե երազում է աչքերը լավ տեսնեն, որ առանց ակնոցի կարդա Աստվածաշունչը։ Աղջիկս ընդամենը մի քանի տարեկան էր, ասաց տատիկ, խնդրիր Հիսուսը կբժշկի քո աչքերը, մայրս էլ թե գոնե այս գիրքը առանց ակնոց կարդամ, շնորհակալ կլինեմ։ Եվ այդպես էլ եղավ, Աստված բժշկեց մայրիկիս աչքերը, բայց նա միայն Աստվածաշունչն էր կարդում առանց ակնոցի, մնացած ամեն ինչ ակնոցով էր կարդում։ Եվ երբ առաջին անգամ նա կարդաց ավարտեց Սուրբ Գիրքը, շատ ափսոսանքով ասաց. «Երանի շուտվանից կարդայի»։ Հիմա նա երկնքում է, Հիսուսիս գրկում, հավիտենական կյանքի մեջ։ Իմ բարեկամ, կարդա Աստվածաշունչը հիմա, որ չափսոսաս, թե ինչու շուտ չես արել, և Տերը թող օրհնի քո նոր ընթացքը, ամեն։ Իմ հայրիկս ու մայրիկս երկուսն էլ մեր Տեր Հիսուսի երկնային արքայությունում են, փառք Տիրոջը, շնորհակալություն, ամեն։